21-ամյա այս երիտասարդների ցանկությունն իրականություն է դարձել միաժամանակ։ Կամերային պետական թատրոնի ցուցասրահում ներկայացում են 3 նկարիչ ընկերների՝ Գոռի, Նարեկի և Սարգսի ստեղծագործությունները։ Տղաները տարբեր հոգեվիճակներ են ներկայացրել, սակայն բոլոր դեպքերում վրձինը չի անտեսել ազատությունը և անկեղծությունը։ Ինչ-որ բան մտածում ես, որ ուզում ես ինչ-որ ձև ներկայացնես, այսինքն պատկերացնում ես մտքերումդ, կարող լինի երազ, կարող լինի ինչ-որ մտածմունք, ու երբ որ այդ մտածմունքը պատկերավոր է դառնում, արդեն ոնց որ մտքումդ, այդ ժամանակ արդեն կարող ես նկարել։ Գերիշխում է եւ մարդու թեման, միշտ իր հոգեաշխարհը, իր մտածելակերպը, ինչ որ իրավիճակներ։ Չեմ ամեն նկարից հետո մտածում, վայ, այս նկարիցս այս նկարեցի նրա համար, որտեվ այսօր սենց բան է։ Փորձում եմ ավելի անկեղծ նկարեմ, չխաբեմ։ Գեղարվեստի ակադեմիայի սաները խոստովանում են, որ նկարելը նրանց կյանքի անբաժանելի մասն է դարձել, բայց իրաց գործով գումար վաստակելը շատ դժվար է։ Լինում են պատվերներ, որոնք ճիշտն ասած ոչ ցանկությունով ես անում, ուղղակի պարտավորված ես լինում անես, որովհետև բոլորին է պետք գումար։ Ընդհանրապես չպետք է նկարվի վաճառելու համար, որովհետև երբ որ ինչ-որ միջոց է դառնում փող աշխատելու, դա արդեն անկեղծ չի ինձ թվում։ Նկարիչները շատ անգամ հարկադրված աշխատում են արվեստի հետ կապ չունեցող ոլորտներում, որպեսզի գումար վաստակեն պարագաներ գնելու համար։ Միջոցները շատ քիչ են ու ամեն ինչ թանկ է։ Կարող անց լինի ուզես նկարել ու կտավ չունենաս, ոչ մի բան չունենաս, օրերով սպիտակներ չունենաս, որ նկարես։ Թեև դժվարություններին 3 ընկերները հստակ գիտեն, որ երբեք չեն դադարի նկարել։ Նրանք հավատում են ապագային, ինչքան էլ այն հեռանկարային չի թվում։ Երիտասարդների կտավները կցուցադրվեն մինչև հուլիսի 15-ը։